Հանուն արդարության պետք է նշել, որ գլխավոր հարցերից մեկը, որի մասին խոսել են հիմնականում քննադատները, այն է, որ այս ճանապարհը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։ Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ից առաջ, երբ Հայաստանի կառավարությունն ուներ իր սեփական տրանսպորտային նախագծերը եւ առաջ էր մղում դրանք, Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ երբեք չի համաձայնի տրանսպորտային որևէ ցանցի կառուցման, որը չի արտացոլում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը։ Գիտեմ, որ ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ սա չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց արդյոք դա իսկապես այդպես կլինի, երբ նախագիծը պատրաստ լինի եւ սկսվի շինարարությունը։ Կարծում եմ այդպես է, որովհետև նախ եւ առաջ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում, որը ստորագրել են վարչապետ Փաշինյանը, նախագահ Ալիևը, ինչպես նաեւ նախագահ Թրամփը որպես վկա, նշվում է այն մասին եւ երաշխավորվում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավասությունը, ինչը կարեւոր պահ է։ Այսպիսով, թրիփի մշակմանը զուգընթաց եւ տեսլականն այն է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ, ինչ որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ, դրա զարգացմանը նպաստելու եւ ապահովելու, որ իրականում պահպանվեն իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ իրավասությունը։ Այնպես որ կարծում եմ, թրիփը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին, որ այն չի բախվի այն խնդիրներին, որոնց մասին կային մտահոգություններ։